երգիծանքը ծաղրանկարը դանակի պես է։ Նրանով կարելի է և հաց կտրել, և մարդ սպանել։ Ինչ ես եմ, ես անադնվարը եկա, և որ ապրելի մեկը եկավ դրանը չոքեց, ես մի ամեն պատանիք էի ժամանակ, չգիտեի, ինչպես կարել է շնորհավորել։ Իհարկե, այս կապակցությամբ ես չեմ կարել չշնորհավորել ապրելի մեկը, շատ ապրել և շատ ինտարել։ Բրավո։ Ամբողջ աշխարհում հակառակն է, գումար են տալիս, որ երգիծանկարիչը նկարի կամ ինչ-որ բան ասի, մեր մոտ հակառակն է, մենք ենք տալիս գումար, որ ցուցահանդես բացենք, որ բացվենք, որ մեզ ցուցադրեն, սա ահավոր է, հումորը մեր մոտ ինչ ունի, ցավոք սրտի։ Կոմունիստների ժամանակ ցենզուրա կար, չէին թողնում ամեն ինչ նկարեին, հիմա ամեն ինչ ազատ նկարում են։ Քաղաքական գործիչները կա, նշանակում է երգիծանքը կա, հումորը կա։ Իրանք ամեն ինչի են տունակ են, իրանք են մեզի նյութ, ամենամեծ նյութը իրանք են հանդիսանում։ Սա Ղարաբաղյան հարցեր կապված, պետական է դավաճանության մեխանիկան, որ ստորագրել են գաղտնի, ու ասենք այդ հավասար է ոնց ասած ինտիմ շուտ հարցերի։ Քիրվայություն, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, ցեղասպանության հարցերը շատ ժամանակ մոռանում են, ոտնատակ տալու մեր համալիրն է, հուշահամալիր։ Ժողովուրդ եւ իշխանություն։ Զուգակցել եմ այն վիճակով, որ ասենք ժողովրդական խոսքով ասում դրվում շինում են ժողովրդին։ Այդ վիճակն է, որ ով ինչ ուզում անում է, իրանց բունը ունեն, տանիքը ունեն, իշխանությունն է, այն ժամանակ օգտագործում են, ասենք իրան ինչ-որ անձանք պետության վերևի առաջին ուղղակի կողմից ու դեն են շփոթում, բայց մեջտեղում ուժում են ժողովուրդը ինքը։ Լավ փչացուցիչ համագործակցությունը դաշնակների ժառանգության հետ, լիզերների։ Իհարկե գործունեությունը Հայաստանում, ասենք այդ գործի մեջ ովքեր են մասնակցում։ Սա սիմվոլիկ ծառն է մարդկության առումով, բայց դա մի քիչ իմաստ է կրում, որ լրիվ այլ նպատակ է ծառան։ Հազարակած նոր տների բարոյակությունը Չակերտի մեջ, որ ասենք շուտով օրինագիծ է ընդունվելու, որ հազարակած տներ բաց են Հայաստանում։ Եկամ են մեր անբարոյականացել, ասենք դա երևի ինչ-որ մի վերևի տանիքին է հարմար, որ իրանք ավելի շատ օգտագործեն։ Խամաճիկների խրախճանքը ընդդեմ Նիկոլի։ Սա իմ թևավոր խոսքն է, դատավորը խամաճիկ է իշխանության ձեռքում, իսկ օրենքը խուլ ու համր բանտարկյա դատարանը։ Սա ճակերտավոր ազատ Հայաստան, հանրայդ Լեոնարդո դա Վինչի մարդաչափությունն է, որ իրոք ոչ մի ազատություն չկա, ազատությունը դա հենց թղթի վրա է, ազատությունը միշտ էլ ոնց է 3 մարտի գործողության տակ է, ինքը միշտ շրջանառության մեջ է, որպես լուսապսակ 3 մարտի գործողությունն է։ Իսկ ով է դատավորը, էլի Հայաստանն է, որ միշտ ուժում են, արդարադատություն չկա։ Ով ինչքան կարող է թող ծիծաղի, բայց առանց պատճառը ծիծաղելը հիմարության նշան է։ Իսկ պատճառները շատ կան։ Նույնիսկ երեխան խանձարորի, երբ որ մոտենում ենք շրթունքներին, մեր մատը քսում ենք եւ այսպես անում ենք, երեխան ծիծաղում է, ինչու որտեւ այդ պահանջը մարդու մեջ կա ծնված օրից։ Մեր ժողովուրդը շատ է սիրում ինքն իրեն ծաղրել, իսկ դա ուժի նշան է։ Ընդհանրապես, եթե մենք չծիծաղենք, թշնամին կծիծաղի։ Ես ուզում եմ, որ բարձրանա ոչ միայն մեր հումորի մակարդակը, այլև հումորասերների մակարդակը։ Եվ ազատություն ցանկանամ հումորին, ազատություն ռադիոկայանով։